եւ ես շնորհակալություն հայտնելով նրանց ուզում եմ նաեւ լսել նրանց այս առիթով եւ առաջինը ձայն ուզում եմ տալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, համեցեք պարոն Հարությունյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, թույլ տվեք առաջինը ձեզ շնորհակալություն հայտնել, որ 5 տարի առաջ այս պաշտոնը վստահեցիք, սա մեծ փորձառություն էր իրականում եւ կարծում եմ, որ հետագա գործունեության ընթացքում այս փորձառությունը շատ օգտակար կլինի։ Ես ուզում եմ գործընկերներին շնորհակալություն հայտնել, որովհետև այս 5 տարիներին բավականին դժվար, հեշտ, ուրախալի պահեր ենք ունեցել, մեծ նախագծեր ենք իրականացրել միասին, աշխատակազմի համակարգմամբ, դուք IPC-ին նշեցիք, մենք մինչև 10 այդպիսի մեծ նախագծեր ենք իրականացրել եւ նորից եւ ձեր աջակցության համար եմ շնորհակալ եւ համագործակցության համար եմ շնորհակալ։ Իմ նոր հասցնել ազգային ժողովն է, Բաղրամյան 19-ը, պատրաստ եմ աջակցել ձեր գերատեսչություններին, մարմինեն, այնպես ինչպես արել եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, ընդ որում ես նկատեցի, որ այսպիսի մի բանաձև է փաստացի ձևավորվել 2018 թվականից վարչապետի աշխատակազմի բոլոր ղեկավարների հաջորդ աշխատանքը եղել է ազգային ժողովի պատգամավորը Էդվարդ Աղաջանյանն է, այդպիսի ճանապարհ անցել Արսեն Թորոսյանն է, այդպիսի ճանապարհ անցել եւ Արայիկ Հարությունյանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար